Golden երգի խոշոր հաջողություններից հետո K-pop Demon Hunters-ի դերակատարները դեբյուտ ունեցան նաև Met Gala-ում։ Golden! Իջեն գրում էր Swarovski արծաթագույն զգեստ, որն ամբողջությամբ ծածկված էր քարերով։ Երգիչը նշել է, որ ուզում էր երեկոյի միջոցով ավելի ընդգծել իր կորեական արմատները։ Նրա ստեղծագործական թիմը Swarovski-ի հետ համագործակցելով ներշնչվել էին Վեներայի քանդակից, բայց գաղափարը զարգացրել էին միացնելով այն Չոսոն դինաստիայի կերպարներից մեկին։ Զգեստը զարդարված էր Swarovski-ի հազարավոր քարերով, ընդգծելով այն գաղափարը, որ նա ծնվել է փայլելու, ինչպես երգում է Golden երգում։ Օդրի Նունան գրել է ամբողջովին սպիտակ, երկար վերարկուի և լայնեզր գլխարկի համադրություն, որը ծածկված էր սև Swarovski բյուրեղային հատիկներով։ Զգեստը ստեղծվել է Ռոբերտ Լունի կողմից, որը հայտնի է իր թատերական և խորհրդանշական կուտյուրային լեզվով։ Ոճաբանի խոսքերով այս ստեղծագործությունը պատկերում է ուլտրամանուշակագույն լույսի գաղափար, որը բացահայտում է անցյալի բծերը 15,000 բյուրեղների միջոցով։ Այդ գաղափարը կապված է այն մտքի հետ, որ նույնիսկ ցավոտ փորձառություններից հետո կարելի է ստեղծել գեղեցիկ բան, ցույց տալով անձնական աճը։ Օդրի Նունան նշել է, որ K-pop Demon Hunters-ի և Golden երգի հաջողությունից հետո Met Gala-ում նրա դեբյուտը նոր դարաշրջանի սկիզբ է թվում։